Բարի լույս։ Ողջունեմ ձեզի անհոր եւ որդվո եւ Սուրբ Հոգին անունով, բարի եկած եք Բաշտելուզ Աստված, մեր Սուրբ եւ Սիրող Աստվածը մեզի կանչած է այսօր իրեն փառաբանելու, իրեն սերը ջաշակելու, իրեն հոգիով լեցվելու, հանորամար գուքանք խոնարհությամբ անոր արչեւ ամեն օր, ամեն գիրագի բարդ տալու իրեն, բաշտելու իրեն եւ մեծարելու իր Սուրբ անունը։ Պիտի գարտամ Սամոս թիվ 63-ը պաստարին վրա գտեսնեք, անոնք որոնք կրնան ոտքի գնալ Աստծո խոսքի ընթերցումին, պիտի խնդրեմ, որ ոտքի գնան։ Լսենք Աստծո խոսքը երգողացությամբ եւ ակնկալենք անոր խոսքը, որ մտնե մեր սրտերում մեջ, ենթադրե, որ տունես աղոթող Աստծո։ Ով Աստված, տունես իմ Աստվածս, ես արդուն քեզ կփնտրեմ, հոգիս կծարավի քեզի, ու մարմինս քեզի կփափակի, չոր ու ծարավ դեղը ուր չուր չգա։ Քու զորությունդ ու փառքդ տեսնելու համար, ինչպես քեզ տեսած եմ սրբարանին մեջ, որովհետև քու ողորմությունդ կյանքեն աղեկ է։ Իմ շնորհներս քեզ պիտի կովեն, այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքիս ընթացքին, քու անունովը ձեռքերս վեր պիտի վերցնեմ։ Իբր թե ջարբով ու բարարդությունով պիտի գշտանա իմ անձս, ու ցնծությամբ շրթունքներով պիտի կովե քեզ իմ փերանս։ Անգողինիս վրա քեզ գեիշեմ, քիշերվան բահերում մեջ քու վրայովդ կմտածեմ։ Վասնզի ինձի օգնական եղար, ու քու թևերուդ հովանավորությանը դագը պիտի ցնծամ։ Իմ անձս քեզի գահարի, քու աջ ձեռքդ զիս կբահե, բայց անգամ որ անձս կփնտրես զանիգա գործընծնելու համար, քետնին խորունկ տեղերը պիտի մտնեմ։ Սուրի պիտի մատնվին, աղվեսներու բաժին պիտի ելան։ Բայց թագավորը Աստծմով պիտի ուրախանա, բոլոր անուր երթում ընողները պիտի բայձարանան, իսկ սդախոսներուն փերանը պիտի բաբանցի։ Օրհնյալ լա Աստծո սուրբ խոսքը, եկեք պարապանենք Աստծո երկելով առաջին երկու բաստարին վրա կտեսնեք, ահա մենք եկել ենք օրհնե մեզ Տեր։ Ահա մենք եկել ենք առջևը Տեր Հիսուս, եկել ենք հանդիպելու քեզ, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես, սիրով ենք հիմա սպասում քեզ, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր, ինչև մեզ չօգնես, չենք թողնի, չենք գնա, արիքը մենք Տեր Հիսուս, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ երևնաս, զորությամբ մեր մեջ հայտնվես, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր, հավատով ենք եկել, հավատում ենք կանենք, ստանանք օրհնություն քեզանից, ծառայով ենք եկել, դու մեզ առատորեն, օրհնության եկած ամենից, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ առավիճ զոր։ Ամեն։ Պիտի ընթերցենք փոխասարցապար փոխասած ընթերցում տիվ 6 աղոթքի կարևորությունը. At the end we have English responsive reading as well. Ով աղոթքի լսող, քեզի պիտի կա ամեն մարմին։ Աստծո
Իրիգունը արդուն ու գեսորը պիտի փողոքեմ ու հարաչեմ եւ անիգա պիտի լսե իմ ցայնս։ Երբ աղոտ կնես, մդիր քու ներքին սենյակդ ու թուրդ կոցե եւ աղոտ կրեք ու հորդ, որ քաղտուկ դեր գտնվի։ Անդադար աղոտ կրեք, ամեն բանի մեջ քոհություն տվեք, վասնզի այս է Աստծո գամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա։ Հավատքով եղած աղոթքը պիտի փրկե հիվանդը, եւ եթե մեղքալ գործերը պիտի ներվի անոր։ Եվ հիմա, ով Աստված մեր, քու ծառայիդ աղոթքը ու աղաչանքը լսե ու դերոջը համար, ու քու ամայացած սրբարանիդ վրա երեսդ փայլեցուր։ Ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խրտրվածքը Աստծո հայտնի ըլլա։ Bound together in Christ in the communion of the Holy Spirit, let us pray with one heart and mind to our God, saying, God of all mercies, that the love that passes ceaselessly between the Father and the Son in the fellowship of the Spirit may renew and deepen the life of each Christian and draw us all together here in your unending life, we pray, God of all mercies. For the leaders of the church and for the leaders of nations that may discern ways to overcome divisions and mistrust and may reflect your unity in every aspect of common life, we pray, God of all mercies. For our families, our households, and our communities, that they may be places of communion and mutual support, which builds up and strengthens us in grace and truth, we pray, God of all mercies. Thankful for our word that made through Christ and renewed in the power of the resurrection, that we may be wise and careful stewards of creation, we pray, God of all mercies. In the power of the Spirit who joins our prayers to Christ's enduring intercession, we pray for the sick, the suffering, and all who stand in need for healing. For all the world, we pray, God of all mercies. Gracious God, whom Jesus called Abba Father, accept our prayer this day. By the inner workings of your Spirit, deepen our communion with you, the source and goal of our life, and make us more and more signs of your enduring love. This we pray through Christ, who lives and works with you and the Holy Spirit, one God, now and forever. Amen. Amen. Let's pray. Փառավորյալ հաղթական Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված։ Որքան շնորհակալ ենք քեզի ով Տեր, որ դու ինչ քեղեցիկ, ճշմարիտ, սիրող Աստված ես։ Շնորհակալ ենք, որ եկած ես աշխարհ մեզի համար, դված ես քու անցդ, զոհած ես որդիդ,
նվիրած ես քո հոգիդ եւ գշարունակես տալ։ Փառք եւ գոհություն քեզ ով դեր։ Սուրբ եւ ամենագարող հրաշալի ողորմած գթացող եւ համբերատար ներող եւ սիրող ավիտենական Աստված։ Փառք ես դեր, փառք ես դեր, փառք ես դեր։ Փառք ոչ թե որովհետև գաբրինք այսօր կամ կյանքունինք միան, փառք որովհետև դու գաս եւ էիր եւ պիտի գաս։ God, we gather in this place not because we are deserving of your love, and not because we have lived faithfully before your face. We gather here because you have called us. You loved us before we could love you. You have given your Son for our salvation. For this we join all creation in blessing you, praising you, thanking you. Holy, 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 Lord God Almighty, you are great and greatly to be praised. As we offer our praise, we long for you to mold us in the image of your Son Jesus, whose death and resurrection gives us hope through the power of the Holy Spirit. We pray this in your holy name. Amen. You may be seated. Եկեք շարունակենք երգել փառաբանելով Աստծո հաջորդ երգով Բեռնիս խոսքերը։ Բեռնիս խոսքերը ու սրտիս խորհուրդները քո առջև ընդունելի ըլլանով դեր։ Բեռնիս խոսքերը ու սրտիս խորհուրդները քո առջև ընդունելի ըլլանով դեր։ Ամեն։ Ուզեմ մեկ վարյան արիտ տալ լուրության մեջ ամեն մեկը իր աղոթները բերե Աստծո, անգևերջ անգլերենով խոստովանանք պիտինենք, շատ կարևոր է, որ մեր պաշտամունքի դածքի նախքան Աստծո կանք եւ խնդրենք իր մե խոստովանենք մեր մեղքերը եւ վստահությամբ ընդունենք ներողամտությունը Աստծո։ So I'll give you a moment of silence, so you bring your prayers to God, and then we'll do a confession in English. Confession is so important. Before we come to God, before we ask Him anything, or even hear His word, we confess that we are sinful and that He cleanses us, those who come in faith and confidence, and assures pardon. So I'll give you a minute and then we'll do the confession together.
So let's confess together. If we can show the slides. Okay. Let's read all of us together. Holy and merciful God, we confess to you we have not loved you with our whole heart and mind and strength. We have not loved our neighbors as ourselves. We have not forgiven others as we have been forgiven. We have not listened to your call to serve as Christ served us. We have not been true to the mind of Christ. We have grieved your Holy Spirit. We confess to you, O God, all our past unfaithfulness, the pride, hypocrisy, and impatience in our lives. Our self-indulgent appetites and ways and our exploitation of other people. Our anger at our own frustration and our envy of those more fortunate than ourselves. Our interpret love of worldly goods and comforts, and our dishonesty in daily life and work. Our negligence in prayer and worship, and our failure to commend the faith that is in us. Accept our repentance, O God, for the wrongs we have done, for our neglect of human need and suffering, and our indifference to injustice and cruelty. For all false judgments, for uncharitable thoughts toward our neighbors, and for our prejudice and contempt toward those who differ from us. For our waste and pollution of your creation, and our lack of concern for those who come after us. Restore us, O God, and let your anger depart from us. In Christ, we are forgiven. Amen. Let's pray. Հավիտենական Սուրբ եւ ամենագալ Տեր, Փառք եւ բադիվ եւ գոհությունը քեզ գվայլե, Տուն ես քերիշխան, Տուն ես գադարյալ, Տուն ես հավիտենական, Տուն ես հրաշալի, Մի միակ Աստվածը, Փառք ու դանքեզի այսօրվան համարով Տեր, Որովհետև Տուն ստեղծեցիր այս օրը եւ մեկ օրով մենք ավելի մոտեցած ենք քեզի։ Փառք ու դանքեզի, որ Տուն գսիրես մեզ իբրև քուզավակներդ, գբահես մեզ, գխնամես մեզ, գհոգաս մեզ, գլսես մեր աղոթները։ Փառք ու դանքեզի ով Տեր, որ Տուն գենթանի ես եւ ողջ ես։ Եվ երկնքի մեջ կպարեխոսես մեզի։ Ով Տեր շնորհակալ ենք քո էությունդ, քո անձիդ, քո նվիրումիդ, քո ավետարանիդ, քո թակավորությանդ, քո սիրույթ, քո ծնունդիդ, քո կյանքիդ, քո չարչարանքիդ, քո խաչելությանդ, քո տաղմանդ, քո հարությանդ, քո համբարձումիդ, քո հոգիդ, Փառք քեզ Տեր,
Ինչ մեծ ես դու եւ ինչ հրաշալի։ God of all mercies, thank you for loving us before we loved you. Thank you that you hear our prayers. Thank you that you are always awake. Thank you that you don't refuse us or neglect us. Thank you that you are slow to anger. We thank you all for who you are and what you have done. For you are holy. You are awesome and great. And you're worthy of every praise. So we praise you. Oh Lord, we come humbly and ask you to give us your spirit today, to fill us back with your spirit. So we're filled with your being. So we're filled with your love and compassion and care. And we can show it to others, those who are around us, so they can taste your love, your care, your compassion. We beseech you, O Lord. Reveal us yourself in your spirit today, through your word, through the songs, through the readings. May you be revealed and manifested today in our midst. Շնորհակալ ենք ով դեր, որ դու ներկա ես մեր մեջ, գործես քո հոգիով մեր մեջ, գվերապոխես մեզի, գործածես քո բարքիդ համար, քո թակավորությանդ համար։ Եգուր եւ այցել եմ ես ով դեր հիմա քո հոգիով մեր աղաչանքը եւ աղոթքը այսօր։ Հրաշալի Աստված։ Նաև եկած ենք աղոթելու ով դեր, գիտակցությամբ, որ մենք մեղավորներ ենք և մեղանչեցինք։ Խոսքով, մտքով կամ գործով և շնորհակալ ենք, որ մեզ գներես որդիիդ զոհաբերությամբ։ Եվ շնորհակալ ենք, որ հավատքով եկողին երբեք ետ չես դարձնել։ Փառք ես դեր։ Աղոթենք մեր եկեղեցին համար, մեր եկեղեցվո հիվանդներուն համար, օգնե իրենց դարաբանքներում մեջ ով դեր, օգնե մեզի, որբեսի լանք ավելի բարեկուտ և գնանք հիվանդներուն հասնիլ, այցելել, աղոթել, խնամել, գերագրել, օգնել, այդ է քո օգնությունը ով դեր, մեր միջոցով, և գխնդրենք ինչու չէ հրաշագործ բժշկություններ ով դեր։ Աղոթենք նամավանդ մեր շատ սիրելի կաթողիկ եկեղեցվո վարդապետին համար, Հայր Եղիակիր Էջյանին համար, որ իր հիվանդության մեջ իրեն հետելաս, զորացնես իրեն, սպոպես իր հոգին, քո ավադարիմ զարայիդ։ Աղոթենք սգավորներուն համար ով դեր, որ դու մխիթարես իրենց, քո հոգիովդ և մեր միջոցով, մեր այցելություններով, մեր բարի խոսքերով, օգնե մեզի ով դեր, սպոպե մեզ, հարաշնորհ մեզ քո ջամփաներուտ եւ քո քայլերուտ մեջ։ Առանց քեզի դեմնա չենք կրնար երթալ, կամ անել, կամ կործել։ Որտնե հիմա այս բահը ով դեր այս պաշտամունքի բահը, որ մենք հոգիով, սրտով, ճշմարտությամբ քեզ բաշտենք, գշտանանք քեզմով, ճաշակենք երկնային մանանան, խմենք կենտանի ջուրը, որբեսի զորանանք քեզմով, որբեսի լեցվենք քեզմով։ And we pray for our country, O Lord, for their leaders, for the upcoming elections. May it be according to your will. We know that you rule and you're sovereign, and you assign authorities. So we bring them to you. Give us wisdom in our elections to choose wisely. And we pray for them to have wisdom, so they lead our country in your words and in your truth. Միևնույն ադեն գաղոթենք մեր հայրենիքին, ժողովուրդին և ասկին համարով դեր, հայ ժողովուրդին, որ ընդունգաչեցիր 1700 տարի առաջ, որ քեզ ընդունինք և լուսավորեցիր մեզ, այդ լույսիդ մեջ պահե մեզ,
Թող այդ լույսը ջարակայթե մեր հոգիներում մեջ եւ անդեղեն ջարակայթե մեզ ամբողջ մեր աշխարհին, հայոց աշխարհին։ Թող մենք քեզի սիրենք ավելի մեր հայրենիքեն, մեր ծնողքեն, մեր լեզվեն։ Եվ քեզ սիրելով է որ գրնանք այն ադեն սիրել մեր հայրենիքը, մեր երգիրը, մեր հողը, մեր անցյալը, մեր պատմությունը ավելիով։ Օգնե մեզ ով Տեր։ Քեզ գուքանք։ Եվ նաև գաղութենք վերջապես մեր եկեղեցվո ծառայություններուն համար։ Այս ծառայությունները այս եկեղեցին բոլորը քու գտեով Տեր։ Քեզ գիտենք։ Օրհնե մեզ օրհնյալով Տեր։ Մեր արարիչ։ Օրհնե մեզ մեր ծառայությունները, որպեսզի օրհնություն դառնան ուրիշներուն այդ ծառայությունները։ Ինքնապավ ծառայություններ չլան, ալելան ծառայություններ, որ հասնին դգարին, հոգնածին, անդունին, անոր քեզի ճանչնար Տերևս, որ ճանչնան քեզի եւ կան քեզ բաշտեն, որթուն փառավորվիս։ Jesus, help us to hear your word now. Give us your spirit. Hear our prayers, O Lord. We love you, we thank you, and we praise you. In your holy name we pray. Հայր որդի եւ Սուրբ Հոգի. Hallelujah. Amen. Երկենք մեր հաջորդ երգը, երգ թիվ 22 կրկերում մեջ, աղոտքի ժամ բաստարին վրանալ գտեսնեք։ Ժամանակը դանք Աստծո խոսքին, գողջունեմ ցեզի անհոր եւ որդվո Սուրբ Օգին անունով, շնորհք եւ խաղաղություն ձեր բոլորին. I greet you in the name of the Father and the Son and of the Holy Spirit, grace and peace unto you all. Այսօրվա նույնս ընդրած եմ Ղուկաս 11-րդ գլխուն արագներեն, քանի որ նախկինին արագներուն մեջն էինք, վերջը անցանք Բաքի շրջանի ժամանակ, որ ցեզ մեզ խնդրեցի, որ ժամանակ դրամատրեք ավելի աղոթել, Աստծո խոսքը գարտալ, հիմնականի մեջ անոնց նպատակն է Աստծո հետ ավելի մտերմանալ, Աստծո հետ ավելի մոտենալ եւ ակնկալել թե այն ինչ հրավ մեզի խաչելությամբ եւ ինչի կպատրաստե հարության դոնին հրաշագործ ճշմարտության։ Եվ այդ ընթացքին մեջն է, որ այս արագը ուկա մեզի խոսելու,
Արագը ընդհանրապես ջանցված է իբրև գիշերվան գիսուն ընկերմը, բայց անի հասկանալու համար պետք է հասկանանք ընդհանուր կոնտեքստը, իսկական սկզբնական կոնտեքստը։ Միշտ ասած եմ, չենք կնար Աստծո խոսքը մեկ դողմա առնել եւ ասել, որ այս կնշանակե այս միան։ Պետք է հասկանալ անգի առաջին չսված էր, անգի վերջին չսված է, ուր գրված էր, որ ավետարանի մեջ, որ ժամանակի մեջ, ինչու համար։ 11-րդ գլուխը Ղուկասի գբատկանի 9-19-րդ գլուխներուն մեջ, ուր Տեր Հիսուս Գալիլեային գջամփորդեր թեպի Երուսաղեմ, որբեսի երթա զատիկ դոնե վերջը խաչվի եւ հարություն առնի։ So այդ հիմնական բաժնի մեջ է եւ միջոցին գսորվեցնե աշակերտներուն ինչպես ապրիլ եւ ինչ անել։ Ուրեմն պիտի ընթերցեմ Աստվածաշունչը հիմա, հետևենք այդ համարներուն, սկիզբեն 5-ն 8-ն է արագը, բայց պիտի հետևենք 1-ն մինչև 13, լսենք Աստծո խոսքը երկղացությամբ։ Դերմը աղոտ կներ, երբ թատրեցավ, Տեր Հիսուսի մասին է խոսքը, Տեր Հիսուս դերմը աղոտ կներ, երբ թատրեցավ, իր աշակերտներեն մեկը ըսավ իրեն, Տեր, մեզի աղոտ կներ սորվեցուր, ինչպես Հովանես իր աշակերտներուն սորվեցուց։ Հիսուս ըսավ անոնց, երբ աղոտ կնեք, ըսեք, ով հայր, որ երկինքն ես, քու անունդ սուրբը լա, քու թագավորությունդ կա։ Մեր ամեն օրվան հացը օրեօր մեզի դուր, եւ մեզի ներե մեր մեղքերը, քանզի մենք ալ գներենք այն ամենուն, որ մեզի բարդական են ու մեզ փորձության մի դանիր։ Շարունակե։ Եվ Հիսուս ըսավ անոնց. Ձեզ մե ով է ան, որ բարեկամ ունենա ու գիշերվան մեջ երթա անոր եւ ասե. Բարեկամ, ինձի 3 նգանակ դուր, փող, հաց դուր։ Վասնզի իմ մեկ բարեկամս ջամփային ինձի եկավ ու փամը չունի մանոր արչև տնելու։ Ուրբախավ։ Ու եթե աններսեն բադասխան դա, զիս մի հանգստացներ, արդեն թուրը կոծված է ու դղակս իմ կովս անգողինի մեջն են, չեմ գրնար ելել ու կեզի հաց տալ։ Ձեզի գսեմ, կշարունակե Տեր Հիսուս, թեև բարեկամության համար չելե դա անոր, սակայն անոր թախանցանքին համար պիտի ելե ու պիտի եղածը դա անոր։ Ես ալ գսեմ ձեզի, կշարունակե, խնդրեցեք եւ պիտի դրվի ձեզի, փնտրեցեք ու պիտի գտնեք, թուրը զարգեք եւ պիտի բացվի ձեզի։ Վասնզի ամեն ով որ գխնդրե, գարնե, եւ ով որ գփնտրե, գգտնե, եւ ով որ թուրը գզարնե, պիտի բացվի անոր։ Ձեզ մե ով է անհայրը, որ մե իր որդին հաց ուզե, քար դա անոր։ Կամ եթե ցուգ ուզե, ցուգին դեղ օծ դա անոր։ Կամ եթե հավգիտ ուզե, գարիժ դա անոր։ Ուստի եթե դուք որ չարեք, ձեր զավակներուն աղեք նվերներ դալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը երկնքեն Սուրբ Հոգին պիտի դա անոնց, որ իր մե գխնդրեն։ So we're talking today about the parable that a friend at midnight comes and asks another friend for some help. But in order to understand that, we read the whole text, the context of it from verse 1 to 13, that's from 5 to 8, to see that the Lord is teaching the disciples about prayer and then gives a parable and then illustrates that. It's the only time that the disciples ask for something. Teach us. Teach us. They haven't asked for any else teaching. Do not teach us how to evangelize, how to preach, how to cast demons out, how to do this, how to do that. Teach us to pray. Աշակերտները առաջին անգամն է որ գահարցնեն Տերոջը մեզի բամը սորվեցուր, ինչպես Հովանես սորվեցուց իր աշակերտներուն, ով Հովանես, Մերդիչը, թունալ մեզի սորվեցուր որ աղոթենք։
Դեր Հիսուսն ալ գուզե իրեն սորվեցնել, որ աղոթեն։ Բայց աշակերտները ինչու ուզեցին աղոթել սորվիլ։ Միթե չէին գիտեր բարեր կործածել եւ խոսիլ։ Վերջո հрьяաներ էին։ Եվ հрьяաները օրը 3 անգամ կոնե պետք է աղոթեին։ Ինչին բագասներ, որ անոնք կփնտրեին, որ աղոթել սորվին։ Կամ ինչ կուզեին սորվիլ աղոթելուն միջեն։ Գենտանտրենք եւ որ գարտանք Ղուգաս, կտեսնենք, որ Տեր Հիսուս քանի եւ քանի ադեններ գարանցնանա մինագը գերտա լերամը վրան եւ հոն գաղոթե։ Ընդհանրապես գիշերվան ուշ կամ արդվա գանուխ ժամերուն, որ մարդ չխանգարե, եւ կամ երբ որ շատ երկար ծարայած էր, օրվա մեջ եւ հոգնած էր, գարանցնանար եւ գերտար գաղոթեր մինագը։ Ես գենտատրեմ եւ ինչպես որ որոշ աստվածապաններ գենտատրեն, որ Տեր Հիսուսին աշակերտներուն խնդրանքը այն էր, որ քանի որ դու գերտաս գաղոթես, որուն գաղոթես եւ ինչ գաղոթես։ Միթե քու հարաբերությունը դե որ քեզի գծկե, որ ավետարանչությունը նես, քարոզչությունը նես, թևեր հանես, մարդոց բուժես, բարիլուրը խոսիս, խնամես, հոգաս, կթաս, ներես։ Ինչն է որ քեզի գծկե ադնը։ Միթե աղոթքն է եւ որուն հետ գաղոթես։ Աշակերտները այդ կուզեին սորվիլ։ Ոչ թե բարեր դուր մեզի, որ մենք ալ ելնենք այդ բարերը գարտանք եւ ասենք, որ աղոթեցինք։ Միտքը հիմքը այս պատմության, այս տասին, այսօրվա Աստծո խոսքին այն է, որովհետև երբ որ գարտանք 8-րդ համարը, կտեսնենք կսե որ ցեզ մե ով է ան, եթե բարեկամության համար կսե ոտքի չելե ու չդա անոր ինչ որ գուզե, հապա ադոր աղասանքին համար գելե գուդապամը։ Այսինքն Աստուծո անգամ բիտնեղացնես կամ տրացիդ անգամ բիտնեղացնես, որ ելեք ես համար պամման է։ Ասի քեզի գմղե աղոթել սորվիս։ Կոնտեքստը մեզի աղոթել սորվեցուր է, վերջը պատմության մեջ կսե որ քնած հաց ուզեց չի դվավ, մինչև որ թուրը գդրեց, վերջ ելավ դվավ։ Աս քեզ գուզե աղոթել սորվեցնել Աստծով։ Ես չեմ ուզեր աղոթել դա այդպես է։ Եթե ես բիդերտամ Աստուծո կամ որ աղաչեմ բաղադեմ, որ հաջիս պամման է, ինձ աղոթել սորվեցնել չեմ սորվիր ես այդքե։ Ուրեմն ուրիշ միտք մը գա այս արագի մեջ, որ Տեր Հիսուս գուզե մեզի սորվեցնել։ Եվ միթե ինչ է այդ, որ Տերը գուզե մեզի սորվեցնել։ Մաուսս եթե աշխատի, ետ կերտամ մյուս սկրինիս վրա։ Oops, sorry. Okay. Ներողություն։ Ուրեմն այս արագը, եթե գուզենք ճշմարտապես հասկանալ, պետք է հասկանանք միջին արևելյան հասկացողության մեջ։ Չենք կրնար իբրև արևմուտքի մեջ, Եվրոպայի մեջ ապրողներ, փորձեր հասկանալ, թե Տեր Հիսուս ինչ կսեց։ Ես մե ոմանք, համգեսը, միջին արևելքին հետ ծևոմը գաբունիկ, ապրած եկցեք, դուք կամ ձեր ծնողները։ Վերի վարո գրնակ հասկանալ անոր նպատակը։ Բայց պետք է տեսնենք, որ արագը անոր մասին չէ, որ ով որ գերտա եւ հաց կհարցնե, ոչ ալ անոր մասին է, որ հնա բաղադիր գդրդվիր Աստծո դիմաց, որովհետեւ աղոթք կլսե։ Ես չեմ գարձեր Տեր Հիսուս հատ կսորվեցնե։ Ով որ գտավանի եւ ով որ գխոստվանի գբրգվի։ Աստված չսպասեր որ իրեն դիմացը հաջիսներ սես կամ ինչեր անես, որ աղոթքը լսե։ Բացի եթե իր ջամփաներուն եւ բադվիրաներուն համացան չես ապրիր գսե Արագած 28-րդ համարը։ Այն ադենգսե աղոթներ չեմ լսեր։ Բայց այս արագը այսօր այդ չբատմեր։ Այլ ուրիշ նպատակ ունի այս արագը եւ այդ հասկանալու համար պետք է տեսնենք 5 նկատողություններ։ 5 նկատողություններ, որ պիտի ունենք
Իրի անդրադառնանք, որ դերևս արագը ուրիշ բաների մասին գխոսի, եւ անալ միշտ միտքերնուտ մեջ ունեցեք, սորվեցուր մեզի աղոթել։ Եվ այդ աղոթքին հարաբերությունը որուն հետն է եւ ինչու համար է։ Առաջին նկատողություն։ Շատ մտածմանություններում մեջ գրված է 5-րդ համարին առաջին բառը ենթադրենք։ Let's suppose Jesus is giving a parable. Before he gives the parable, he talks about the Lord's Prayer in a short version. And there are 4 elements. Father. Not, oh, spiritual power, something in the air, I don't know what it is. Oh, divine. Father. And he says, your name be holy. And then he says, your kingdom come. And then give us our daily needs. And then forgive us. And don't let us go into temptation. Protect us. Okay. After he says all that, he says, okay, let me tell you a story. Suppose, he says. The literal translation in the Greek is not suppose, it's which one of you. Ճիշտ թարգմանությունը ենթադրենք չէ, այլ ինչ որ հայերենով գարտացի կսե ցեզմե ով, ուրեմն հարցում կհարցնե, արագը կսկսի հարցումով, հարցումը երկար է, հիմա կփորձեմ արագ գարտալ, մեկ շունչով, որ հասկանաք հարցումը ինչ է, հարցումը ազ է, ցեզմե ով եթե բարեկամ ունենա ու գեշ գշերին երտանոր ու սե բարեկամ մի եկավ ինձի եւ ջաշ պետք ունի եւ ճունիմ գուդաս ինձի եւ անալ իրեն գսե քնակով ես Հարցումը այս է Ցեզմե ով է ան որ երթա բարեկամի եթե հարցնե անալ իրեն պատասխան մուգուդա ով հարցումը այս Գրնաս Երևակայել գրնան գսել Պատմության պես գրնաս Երևակայել Մեկը ցանոթ մուգուկակեսի դու նա պետք է երթաս բարեկամի հետ բամա հարցնես բարեկամ դալկեսի ասինչ պատասխանը գրնաս Երևակայել այս է պատմությունը Պատմությունը այս չէ նայենք օրը մեկը քնած բարեկամին հարցուց ոչ ենթադրեք չսեր հունարեն գսե tis ek human who among you ով ցեզմե գրնա Երևակայել այսպես բամը այդ է հարցումը Առաջին նկատողություն երկրորդ նկատողություն պիտի նայենք Մշակույթային սովորություններուն այդ օրվա Մշակույթային սովորությունը ինչ կսե այս հարցումին պատասխանը ինչ է Եթե մեկը երթա հարցնե իր բարեկամին որ իրեն օգնություն ունի միջին արևելքի մեկ առաջին թարուն նույնիսկ հիմա ինչ է պատասխանը Ոչ մեկը սկրնանի գա Երևակայել որ երթաս մեկում հարցնես օգնության քեզ գիշերն քեզիս է Գնացել է մի խանգարիր ինձի Ով գրնանանք պատասխան ենթադրել ոչ մեկը հալեպցիները լիբանանցիները հայաստանցիները բոլորդ գիտեք գրնաս տրացի դունի երթալ եւ ասել որ պետք ունիմ ջաշ սպաքսեցավ հյուր եկեր քնայա ես քնանամ գոր Ով կեզանանք պատասխան գուտա չի լավ պատասխանը այն է ուրեմն ոչ մեկը գրնա Երևակայել այդ Okay ոչ մեկը գրնա Երևակայել այդ Այս աշխարհին մեջ որ մենք կապրին կամ Եվրոպայի մեջ եթե անան գնես երկու արդյունք կա կամ մարդը տրացիտ պոլիսին գանչե կամ ալ եթե շենքի մեջ կապրի սուպերինտենդենտին գանչե Բայց միջին արևելքի մեջ մեր հասկացողության մեջ հայկական մշակույթի մեջ այդպես չեն կրնար հասկանալ նույնն է Պաղեստինյան Հիսուս Քրիստոսի մշակույթի մեջ այդպես բան չի գա ամեն մարդ իրարու հետ կապրի Երրորդ նկատողությունը որում մեջ կան մշակույթային Արժեքներ, արժանիքներ Առաջին արժանիքը այն է որ հյուրասիրություն Ես շատ գիշեմ Եթե մեր տրացին հյուր կար Կանադային, Ամերիկային մենք ալ հրավիրվեինք մենք ալ հրավիրեինք Հյուրասիրությունը կարևոր բան է Ինձ տրացիս է չես սեր Հետո գիտեք հայկական հյուրասիրությունները ինչպես կլան չէ Ես երկու հատ ընկեր ունեի մարզանկի խումբիս մեջը Մեկը ֆրանսացի էր, մեկը հոլանդացի էր Հոլանդացին ասավ մեզի ջաշի եկեք օրմը, աս մյուս երկու զույգերը մենք եւ հոլանդացին, ֆրանսացին կացինք Ջաշի ժամանակ շատ ամփոփ ասեմ, մեկ ցուկ 8 հոգի մեջ նվեցանք, բզդի կեյքը 8 հոգիով գերանք Իրենց սովորությունը այս է
Գարկ երբ որ մեզի եկավ, դուք ինչպես որ բոլորդ կնեք, սեղանը լեփլեցուն է, շվարծավ սավ ուրիշներուն հրավերած, կանոք հրավերած, 6 հոգի ենք միան, սիչե աս մեզի համար է, գուդես չես կշտանար։ Հյուրասիրությունը շատ պիտի լա, արագին հետ ինչպես կապված է, մարդը թերևս ուներ հաց, թերևս հաց ուներ, այդ օրվա մշակույթի մեջ հասու նույն օրը գեպես կվերջանա, գուդես, հաջորդ օրը նորեն գեպես, գուդես, սուպերմարկետ չի գա երտաս պատրաստ ճաշ կնես։ Թերևս այդ օրը վերջացած էր եւ գիտեր որ դրացին ունի եւ դրացի 5 տագա հարցնե։ Այս հասկացողությունն է։ Երկրորդ հասկացողությունը, որ կգոչվի ամոթ։ Բոլորս գիտենք միջին արևելյան մշակույթը ինչպես գաբրի, it's a culture of honor and shame in the Middle East. It's not a culture of rules and rights. It's my right. I had to cross the street. You didn't wait. Azank բան չի գամիշա։ Ձեր մարդ մի եթե գանցնի ճամփագուտաս, ամոթ է դու անցնիս։ Ամոթի եւ բադիվի հասկացողություն կա։ Այս պատմության մեջ ամոթի եւ բադիվի հասկացողություն կա։ Չես կրնար ասել որ չգա։ Հայրս կորձի մեջ հաջախորդ ուներ եկավ թեյ հրամցուցին, չեմ ուզեր սա։ Չլարբիտ խմես, չեմ ուզեր։ Ամայման խմես, չեմ ուզեր։ Լավ չի հրամցուցինք թեյը։ Հաջորդ օրը դղան եկավ, ապրանք կնեց։ Հայրը ինչպես է նեղված է։ Ինչու նեղված է։ 3 թեյ չի հրամցուցիկ իրան։ Դվինք չգա ասավ խմեց չխմեց, դունգուտաս թեյ, ինքը խմեց չխմեր կիտնալիքն է։ Ամոթ է։ Թեյ չդվիկ մարդուն, չուսեց սելով չդվիկ, հոս մեկում գարցնես շոկոլադ չեմ ձեր, thank you, վերցնես դուպը։ Հալեպ կցկես դիմացը կփանաս ուրիշ դուպ մնացես միշտ ամոթ է։ Գուզեմ ամոթին կապար հասկանա, ամոթ է։ Մեր արժանապատվության չվայլեր։ Մենք ամոթի չենք կնար ենթարկվել։ Նույն հասկացողությունն է առաջին թարուն։ Ուրեմն երրորդ նկատողություն, չորրորդ նկատողություն եւ գետրոնանան քիչ մաս բարին վրա, որտեղ հոս է նույնը ամեն իմ գարձիկով։ Հոս բարմը որ գրված է 8-րդ համարի մեջ, կսե մեկ թարգմանություն է գսե քու բաժարած դաղդուգետ։ Քացիր ընկերոջդ հարցուցիր բարեկամը չելավ, բայց բաժարած աղմուգետ ելավ դվավ։ Անգլերենով գսե because of persistence, because of your perseverance, because of your shamelessness, ասենք։ Բայց shamelessness-ը, ճիշտ բարին թարգմանությունը shamelessness է։ Shameless, not in the sense you are without shame and you can ask and you don't care. That's not the idea. It's in a positive way. So let me give you an example. So let's say somebody comes and hits my car and he's in fault. And next day he comes and tells me shamelessly, you have to fix my car even though I was wrong. That's shameless. But there's another way of understanding shamelessness. That same person hits my car, he knows in fault. Next day, he can't even come and say, I'm sorry, I hit your car, and I want to fix this. He's avoiding shame. Okay, so in that positive understanding, we're reading this passage. Amote, yes, badivunim, chem gernar chenelani, khaydarak kellam, amoti gen targvim, arjana badvuchanes ketepna. Ոչ թե բարը պետք է հասկանանք համարցակությամբ, խիզախությամբ, աներեսությամբ, քնած եւ հարցուց, մինչեւ որ հայրեն ասեն գլուխը գերավ դվավ իրեն հացը։ No։ Այդպես կուզես աղոթել սորվիլ։ Ոչ, այդպես չենք ուզեր աղոթել սորվիլ։ Հոսքը սորվեցնենք մեր զավակներուն, that is wrong։ Միջին արևելքի մեջ ինչ կսենք, ամոթ է։ Այդպես չեն ներ, ամոթ է, մեծերուն հետ բարձր ցայնով չեն խոսիր, ամոթ է, սկուշ եղիր ինչ կսես դպրոցը, ամոթ է, ճիշտ է սխալ է չեն գսեր, հոս կսենք, սխալ է ճիշտ է, բայց այս հասկացողությունը գուզեմ ձեր մտքի մեջը ավելորդ դեղավորվի։ Ուրեմն, որովհետեւ պատմությունը իդ պատմեմ, երկու մարդ կա։ Մեկը դուրսն է, մեկը ներսն է։ Դուրսի մարդը այբ, ներսի մարդը փեն։ Okay? Ուրեմն դուրսի մարդը գուկա, ներսի մարդուն գսե, բարեկամ ունիմ,
հյուրասիրություն բիտնեմ, ճաշս բագասը օգնե ինձ ճաշտուր։ Միշտալ կպատասխանե, կգարձես կպատասխանե, չեմ ուզեր։ Ես կքնանամ գոր, հոգնած եմ, քնա։ Հաջիս դուր ճաշպե, քնա, չեմ ուզեր։ Կսե եթե բարեկամության սիրուն նույնիսկ չդա, իրեն այդ բարը որ կտեսնեք, անադիային համար գելլե գուտա։ Անադիային իրեն ամոթխածությունն է։ Իր բադիվը բարձր բահելու համար այդ թրացին գելլե գուտա։ Որովհետև եթե չի դա, հաջորդ օրը քյուրի մեջ ինչ պիտի խոսվի։ Կացի բինքով, փենինքով կացի, փենինսի որ օգնե ինձի, փենը եւ ինձի եւ ամեն քյուրը ամոթով ցկեց եւ այդ հյուրը որ մեզի եկած էր մյուս քուրեն, խայդարակ եղանք թիմացը։ Ամոթ քեզի, հաջորդ արդու ամեն տրացները պիտի ամոթ քեզի բի։ Փեն ամոթ քեզի, քնացեր ես եղեր, դեղը չես կնար շարժե, ամոթ քեզի, դա արաբներ ուրիշ բան մնալ գսեն։ Չսեմ հիմա։ Ուրեմն այս ամոթի հասկացողության մեջն է, որ Տեր Հիսուս կպատմե։ Ուրեմն պատմությունը այդ մարդուն մասին չէ, որ ինչ կնե։ Փեն մարդուն մասին է։ So the story goes like this. Who among you can imagine, and there is a theologian, his name is Kenneth Bailey, I read him and he helped me to understand what's happening. He says, who among you, who among you, Jesus is asking, if he goes to his neighbor to ask for hospitality or help, his neighbor will reject him. And this is how it goes. In verse 8, there are 6 sentences, 6 clauses. The first one is, even though he will not get up. Who is the he? Person B, the one in the house. Even though B, we'll call it B, B will not get up, and B will not give anything, will give him anything, because B is a friend of A, yet because of his, I'll define that his, Ananias, B will get up and B will give everything A needs. Do you understand the sentence structure? Who, if he goes to B, B will not get up, B will give or not give, and B, because he's friend, he will not give. It's all about B. Now, if we say that this word means persistence, that his is referring to A. He will not, B will not, B will not, B will not, but because of A's persistence, B will give. It doesn't make too much sense, even understanding the culture. So what I'm saying, and what other theologians are saying, is because of A's avoiding shame, he will get up and give. Because he doesn't want next day to be heard that he didn't give it, because it's shameful. And he doesn't want to be a shameful person in front of the neighbor and the guest and the village. Do we get that? I want you to understand that. If you haven't, I'll repeat it. I'll repeat it in Armenian anyway. Պատմությունը ներսի մարդու մասին է։ Ան մարդը գրնաս երևակայել, որ բիդի չի էլ է ան, և բիդի չի դա քեզի, նույնիսկ եթե ընկերդ չէ, բայց իր ամոթխածության համար, ան բիդի էլ է, ինքը բիդի էլ է, և ինքը բիդի դա քեզի։ Դեր սորվեցուր մեզի աղոտել, ինչպես կրնամ քեզի սորվետ աղոտեցնել, պետք է երտաս և մարդուն տուրը գդրես մտնես, ոչ, նայր, եթե քիտնաս, եթե քիտնաս որում գաղոթես, և ինչու համար գաղոթես, և ինչ կխնդրես, այն ադեն ատ հայրը քեզի պիտի դա ամեն ինչ։ Որտև հայրը չուզեր չագերդյալ ամոթխածության մեջ մնա իր անունը։ Հորը անունը սուրբ է, հորը անունը փարավոր է, հորը անունը ամոթով չի ցկեր մարդու, հորը անունը ամեն անուններեն բարձր է, Եհովայի անունը, ես եմ, որ ես եմ գսե,
Ես եմ քեզի համար իմ ժողովուրդ, ես եմ քեզի հետ իմ ժողովուրդ, ես եմ որ գուդամ եւ գառնեմ, ես եմ ամեն ինչին ամեն ինչը։ Եթե ես եւ դուն հասկանանք, որ այդ ես եմ են, եթե սուզես, ոչ ինքներեն նախ ամոթով գցկե, որովհետեւ անկարելի է որ Աստված այդպես ունի, ոչ ալ քեզի ամոթով պիտի ցկե։ Հասկացար, ինչպես պիտի աղոթես։ Բանությունը ներսի մարդուն մասին է։ If you come to God and pray to Him and know to whom you're praying and what you're praying for and what you're asking, then the one inside who is God will not let His name down. He is honored. He is holy. His name is above all names. He is Jireh and Rapha and Banner. He will give you. And He will provide. He has many names. Adonai, El Shaddai, Jireh, Maktoshi, Nisa, Rapha, Rai, Taksidu. When He meets Moses in the burning bush, He says, I saw your suffering. I saw the suffering of my people. I know they're enslaved. But I come down. I come down and free you. Not because you deserve it, because my name is holy, and if I choose a people, I will make them holy like me. Because of His name's sake. Because His name is honored. Because His name is above every name. That's why. That's why He does what He does. But at the same time, He is for me and for you. He is for me and for you, and He loves me and He loves you. Yes, the Father loves me and loves you. But even, I can't even imagine, but even that wasn't the case. He will still save me and save you because His name is is above every name. That's what kind of a God we have. Children, youth, He's worthy. You are awesome, God. Because He puts all His mercies, all His blessings, all His power in our disposal. Ամեն ինչ կուտա Աստված, Իր օրհնությունները Իր ունեցածը նույնիսկ Իր որդին, Իր անձը, Իր հոգին, ով կրնա դալ Իր հոգին Իր զավակին։ Ոչ մեկս։ Չառնագենք։ Աստված Սաղմոս 25-ի մեջ, Եզեկիել 36-ի մեջ կսե, իմ անմանս համար, ես պիտի գադարեմ և պիտի պրգեմ, որովհետև իմ անունս բարձր է և իմ անունս փառավոր է և իմ անունս սուրբ է։ Դեր սորվեցուր մեզի աղոթել։ Հիմա որ հասկացար ով է այդ հայրը և իր անվանը համար քեզի չի ցկեր մեջտեղ, խնդրեք ես է 10-րդ համարը, խնդրե և պիտի դրվի, փնտրե և պիտի գտնես, զարգ և պիտի բացվի դուռը։ Վերջը գշարնագեք ես է, որովհետև անոնք որոնք կխնդրեն, հիմա, այդ պարը քերականական օրեն, grammatically պարը ներգա, հիմա կխնդրեն, they're requesting now, they keep requesting, պատասխանալ, they will receive now, հիմա կստանան, անոնք որոնք կխնդրեն, հիմա կստանան, օրը չեն ստանալ, հիմա կստանան, անոնք որոնք կփնտրեն, հիմա կգտնեն, անոնք որոնք կզարնեն, պիտի բացվի դուռը իրենց համար։ Քանի որ այդ տեսակ հարմն է, այդ տեսակ Աստված մն է, այդ տեսակ ճշմարիտ է, եթե խնդրես կգտնես, եթե փնտրես կգտնես, եթե խնդրես կտեսնես, եթե զարնես կփանա։ Հասկացար ինչպես պիտի աղոթես։ Եվ վերջը ինչ կսե։ 13-րդ եւ 10-րդ համարները։ Ով գսե նորեն հարցում գարցնի, ցես մե որ հայրը, եւ պատասխանը նորեն ինչ է, ոչ մեկ հայր։ Ցես մե որ հայրը, որ մայրը,
Եթե իր զավակը իր մե ջաշ ուզե կար գուտա։ Եթե ցուգ ուզե չուտվելիք օծ գուտա։ Ով բադասխան հայտնի ոչ մեկը։ Լավ։ Եթե ոչ մեկը ցես մեկը սեդեր Հիսուս, որ չարեք կսետուք, you are evil and you know how to give good gifts when your kids ask you. How much more your heavenly Father will give you His Spirit if you ask Him. Do you understand how to pray, disciple? Do you understand how to pray, Zorab? If you, as a father, can give to your son food and not something wrong that he can't chew it or need it, how much more this Father who is in heaven and who keeps His name holy will not give you His Son and His Spirit. Եթե ես եւ դու չարենք, եւ գրնանք բարի բաներ տալ, որքան ավելի ով չուզեր բաշտել ասանք Աստծո, ով չուզեր ճանչնալ ասանք Աստծո, ով չուզեր ասանք Աստծուն աղոթել եւ բարդալ, եւ ասել որ դեր ես քո թակավորությունդ կփնտրեմ նախ, դուր ինձի թակավորությունդ, որպես ես կրնամ թակավորության մեջ են ապրիլ, քեզի համար, ուրիշին համար, ով չուզեր ասանք հայր, ով չուզեր աղոթել Աստծո ասիմաստով, բայց եթե բիդաղոթեմ գարձելով որ բարդականություն ունիմ պետք է նեմ, խոսքեր պետք է ասեմ, որ աղոթ կգարտամ ուր կրվեր է ինչ Որուն գաղոթենք Հայր մեր Սուրբ եկմանունդ Չլարի կես դուն Չգա մեկը կես զվես Եգուր պնագիր իմ մեջս Թողտակավորություն կանախ իմ մեջս Որպես մեր մեջ են ուրիշներն ներտայվները մեզի և օգնե մեզի Հասցար ինչպես պիտաղոթես Եթե այդպես կաղոթես Աստված կսե ես կեզի պիտի դամ իմ անձս և իմ հոգիս կրնաս երևագայել Աստված կսե ես կեզի պիտի դամ իմ անձս և հոգիս անոր համար պնդրե ինձի անոր համար հարցուր և խնդրե անոր համար դուրը զարգ բայց չունիս բաղադելու գոդրդվելու իրար անցնելու որպեսի ես լսեմ կեզի որովհետև կացած է ոն նստած է և եկարս իր հայրիմ հոգի դուր կնա ժամանակ չունիմ իմա կեզի կնացեր եմ կավլիցի հայրիմ հոգի դուր մեզի Let's pray. Ետնավոր հայր շնորհակալ ենք խոսքիդ համար Շնորհակալ ենք որ դու անոր մեջ են բանած ճշմարտություններ Ցույց կտաս քու հայրական սերդ քուտդ ողորմությունդ նվիրումդ Ցույց կտաս անոր մեջ որ դու սուրբ ես կանուն սուրբ է ամենաններեն բարձր է հրաշալի Աստված ես Շնորհակալ ենք հայր որ դու քո անձը դվիր մեզ համար Եվ ան որ գաղոթե գիտակցելով թե դու ով ես եւ ինչ կնես հոգիդ նույնիսկ պատրաստ ես տալու Որանոնք որոնք չեն բերգված բերգվին Եվ անոնք որոնք բերգված են քեզմով լեցվին աս բակի շրջանին եւ զորանան եւ հասկանան քո մեծ ուղղությունը ավելի լավ ձևով գիտակցինք եւ վերջը խնդուճամբ եւ ծնծուճամբ եւ ուրախությամբ տոնենք հարության տոնը Գիտնալով որ մենք հաղթական ենք քեզի հետ եւ հատ ամենամեծ անունը որ ամեն անուններեն բարձր է Եհովա անունին կպատկանենք Lord thank you for the truth of your word Thank you that you are a loving father Thank you that you honor your name and you're holy and your name is above any name Thank you that you give your son for us You gave him
And those who come in prayer, understanding who you are and what we should ask for, even the daily things, or even our salvation, or even our spiritual growth and the strengthening, is because of you. You give us your Spirit. Lord, we come here, we ask, we seek, and we knock, and we know that you will honor your word. We come in humility and in faith, and we ask you, give us your Spirit today, so we can live these coming days to honor you in your crucifixion and resurrection. In your holy name we pray. Amen. Շարունակենք պաշտամունքը երգելով երգ թիվ 28-ը դար դերոջը։ Աղոթներդ, խնդրվածներդ Ամեն։ Մինչ եղանակ մը գնվակվի մեր սիրո նվերները բերենք եկեղեցու։ While music is playing, let's bring our offers to God.
ով դեր շնորհակալ ենք քեզի, որ դու մեր հայրն ես, փառք ու տանք քեզի, որ դու սուրբ ես եւ ամոթով չես ցկեր քո անունը։ Շնորհակալ ենք, որ դվող Աստված ես, գիտես բարի նվերներ տալ, գիտես օրհնել մեզ, նույնիսկ դվիր որդիդ։ Հիմա դված է որ մենք հալս քեզ մեզ օրված կբերենք բաժիմը։ Խնդրենք քեզ մեր որ ընդունիս այս մեր նվերները, որովհետեւ կորձածվին քուտակավորության համար։ Gracious and giving Father, thank you that you are our Father and you love us and you give your Son and you keep giving your Spirit to those who ask you. Thank you for blessing us and giving us all the blessings that we have. So we bring part of it to you. In humility we bring it, and we ask you to bless them so that they can be used for your glory and your kingdom. In your holy name we pray. Amen. Ունենք մի քանի հայտարարություններ նախ կուզեմ երդասարտացը հրավիրել, որ իրենց հայտարարությունը կատարեն։ Բարի այսօր ձեր բոլորին, ուրեմն երկու հատ հայտարարություններ ունենք երիտասարդաց խումբի կողմէ։ Առաջին հայտարարությունը AYF Juniors համակումարին մասին է, ասի երիտասարդաց համակումարն է, այդ երիտասարդներուն փոքրերուն 7-րդ դասարանեն 11-րդ դասարան այս համակումարը դեղի պիտի ունենա ամսվան վերջը, ուրեմն ապրիլ 25-ին 27-ը կքաչալերենք ձեր բոլորին, որ արձանագրեք ձեր զավակները, եթե աս 7-րդ դասարան, 11-րդ դասարան տարիքներուն մեջ եք։ Վերջին թվականը արձանագրվելու այս 3 շաբթի, ասի մեր ներքին վերջին օրն է, գուզենք բոլոր ճամփորդական եւ մանրամասնությունները այդ օրվան առաջ վերջացնենք, ուրեմն այս 3 շաբթի վերջին օրն է արձանագրելու այս AYF համակումարին, եթե հարցում ունիք կրնակ մոդենալ եկեղեցին վերջ, կամ ինձի, կամ Սիլվիա Ջիզմեջան, Արփի Սարմազյան ավելի մանրամասնություններ եթե ունիք, բայց այս 3 շաբթի վերջին թվականն է։ Ասեմ Cranston Rhode Island-ի հայավետարանական եկեղեցվո մեջ է ասիգա, խոսողը շաբաթավերջին միտելա մեր եկեղեցվո Մինաստաս ջանը, եւ եթե հարցում ունիք մոտեցեք եկեղեցին վերջ։ Երկրորդ ծանուցումը Camp Արևելքի մասին է, ուրեմն Camp Արևելքի արձանագրությունը հիմա բաց է, ասի պիտի տեղի ունենա ինչպես ամեն տարի Greenville, New York-ի մեջ, Ararat Center-ը օգոստոս 10-16, եւ ասիգա բոլոր փոքրերուն եւ երիտասարդներուն համար 5-րդ դասարանեն մինչեւ 12-րդ դասարան գրնակ արձանագրվել եւ ձեր զավակները արձանագրեք, եթե ցանոթ չեք Camp Արևելքին հետ, ասի ամառնային արձակուրդ մնե, դպրոց մնե 1 շաբաթ 10-16 օգոստոս հայավետարանական միության գործունեություններուն մեկն է, եւ եթե հարցում ունիք կալ գիրագի, ուրեմն ապրիլ 6-ին եկեղեցին վերջ պիտի ունենանք Camp Արևելքի դերեկություններու հետ գաբունեցող ներկայացումը, որ պիտի առաջնորդի Արփի Սարմազյան, բոլոր հարցումները տրամական, ապահովական, ճամփորդական արձակուրդին պիտի ան ներկայացումին մեջ պատասխանվի, մեկը անգլերենով ասեմ ասի, ասի basement-ը պիտի լա, այո, եկեղեցին վերջ, հավանաբար basement-ը, այո, անգլերենով ասեմ ասի, ուրեմն AYF, the AYF Juniors Conference is going to be taking place this month, at the end of the month, April 25 to 27. The speaker for the weekend is our very own church's Minas Tasjan. The final deadline it's going to be in Cranston, Rhode Island at the Armenian Evangelical Church there. The final deadline to register is going to be this Tuesday, just so we can finalize the logistics before that. So please, we encourage all the youth, grades 7 to 11 to register. And we hope to see you there, but the final deadline is this Tuesday. Camp Ottavilk registration is open this August 10 to 16 in Ararat Center, which is in Greenville, New York. This is an AUNA ministry. We encourage you to sign up your youth if you fall within the
age range of grades 5 to 12. And we're going to be having an information session next Sunday, April 6th, in the church basement after church. If you have any questions about logistics, it's going to be an information session pertaining to Camp Adevilk, led by Arpi Sarmazyan. Thank you for your time. Ունիմ մեկ ուրախ հայտարարություն քիչ առաջ իմացա։ Գիտեք, եկեղեցի մեկ ընտանիք է, մենք մեր նեղությունները եւ ուրախությունները պետք է բաժնեկցենք։ Ուրախ արիտներ ունիք, լուր դվեք, պետք է հազադենը հայտարարենք։ Մեր սիրելի Արան, երեք այսօր արդու թորնիկ ունեցած է, իրենց առաջին անցանի թորնի։ Դեր օրհն է արա։ Դեր օրհն է ցեզի եւ իրեն եւ բահե բայցրացներ երեսը ուրախ ենք։ Եկեղեցի մեկ նոր հայ զինվորալ գավելնա։ Անգևերջ ունիմ երկու հայտարարություններ դիկնացի հետ վերաբերյալ։ Նախ ասեմ բոլոր դիգիներուն վարձ կգադար, ամուսիններուն ալ եթե դարին փերին գամանոնք որոնք օգնեցին։ Բոլորը որ զարայեցիք եկեղեցի են ներս կամ դուրս, զանազան ծևերով ծեր բոլորին վարձ կգադար։ Ես երկու շաբաթ ագանադես եղա դիգիները ինչպես իրենց հոգիով եւ սրտով նվիրված էին զարայելու ինչեր շինազեն համատամ ջաշեր, որովհետեւ գրնակ եւ ջաշագել եւ ցեզի հետ տան։ Ուրեմն Բաշնամունքեն յետ միջինքի ջաշկերույթը գամսեմ արևդուրը գա պարապան աստուծո պարապանելու հատկումարով ներգայացեք, քնեցեք, ջաշագեցեք եւ նախ պարտվեք Աստծո եւ պարտվեք դիգիններուն, որ այսպես համով ջաշեր կպատրաստեն։ Երկրորդ հայտարարություն դիկնաց հետ կապակցաբար Ձագազարտի օրան արիթով պիտի ունենանք ջաշկերույթ։ Ես պիտի խնդրեմ ձեր բոլորեն, որ օրվա ձեր ջաշկերույթը, ջաշը գադարեք միասնապար իրարու հետ եկեղեցիի մեջ։ Իբրև ընտանիք, այս տեսակ հարաբերություններն է, որ մեզի կմոդեցնե, կզորացնե։ Գիտեմ, եթե կան հարկելի են, եթե ուրիշ դեր պիտի երթակ, բայց իմ խնդրանքս է, որ իբրև հովիվ, որովհետեւ իրարու հետ կրնանք դոնել Ձագազարտը, դոմսեր կան, դիկնացեն գրնակ քնել, սեղամը պիտի ունենան, գրնակ ձեր դոմսերը քնել, գրնակ ցեզի հետ հրավիրել անոնք, որոնք եկեղեցիալ չեն քարտերևս, եւ իրենք ալ մեզի հետ ունեն Ձագազարտը։ Վերջապես մեր դարեգան արաքելական կամ արաքելության գիրագին Mission Sunday-ը որոշած ենք մայիս 25-ին, հիմա կվնեցեր օրացույցներում մեջ արձանագրեցեք, ավելիով դեղեցություն կտանք, բայց առայժմ save the date, May 25 is Mission Sunday։ Այսքանով այսօրվա հայտարարությունները եկեք հիմա ոդենգայս բոլորս միասին աղոթենք մեր հոր եւ վերջը բաժնվենք տերունական օրհնության աղոթքով։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից։ May the Lord bless you and keep you. May the Lord shine his face upon you
May the Lord turn his face toward you and give you peace. Եվ հիմա Հոր Աստծո սերը, Տեր Հիսուս Քրիստոսին շնորհքը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը մեր բոլորին հետ լա, որբեցի ընդունենք իր հոգին եւ փարտանք մեր Հորը, որ երկնքի մեջն է։ Երթակ խաղաղությամբ, may you go in peace.